Պարոն Սատվարյան, տևական ժամանակ է, ինչի դուք ունեք խնդիր եւ ինչպես տեղյակ ենք, բարբերաբար բարձրաձայնում եք, սակայն ձեր խնդիրը մնում է չլուծված։ Խնդրեմ նշեք երբանից է խնդիրը եւ ինչ խնդիր է։ Բարև ձեզ, շնորհակալություն տաղավար տրամադրելու համար։ Ուրեմն ոչ թե մենք, այլ առհասարակ այդ գերակա հանրային շահ ասույթը, որ գործածվում է, 2007 թվականից է գործածվում։ Դե երբ որ օրենքը ընդունեցին հանրային գերակա շահ, բոլորիս հայտնի է, որ ինքը 7 տարվա ժամկետ ուներ, պետք է ավարտեին։ Ինչ պատճառներով չավարտվեց, նորից հետաձգվեց եւս 7 տարի, նորից ընդունվեց, նորից հետաձգվեց, վերջի անգամ 2018-ին նորից ընդունվեց հանրային գերակա շահ, կոնկրետ Ֆիրդուս թաղամասը, հայտնի 33-րդ թաղամասը։ Արդեն իշխանափոխություն եղել էր, հավատում էինք, որ արդարություն կլինի, թե արդարադատության հետ կապված, թե գնահատումների հետ կապված, մի խոսքով։ Ու ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ ստանդարտ սխեման, որը միշտ գործել է, գոյություն չունեցավ արդարադատություն, գոյություն չունեցավ արդար գնահատումներ։ Ես եթե թույլ կտաք, մի քիչ ավելի մանրամասն կներկայացնեմ, ուրեմն 2021 թվականին, երբ որ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ էր, ինչը որ խնդրեմ ես որ ասում եմ, ուրեմն բոլոր փաստերը, թե YouTube-յան, թե գրագրությամբ ամեն ինչը կա, եթե պատկան մարմինները կցանկանան, թող հրավիրեն ու նաև ՔՊ կուսակցությունը, բայց միանշանակ ոչ թե առանձին, այլ լրատվամիջոցների ներկայությամբ։ 21 թվականին հայտարարեց, որ նախկինում առաջարկում էին $600-700 փող, մենք եկել ենք, տալիս ենք $1700-ից $2000։ Բնակիչները հավատացին, ասեցին դե լավ է, շուկայական արժեքն է, այն ժամանակ։ Ու բոլորը ստացան գնահատումներ։ Գնահատումները երբ որ ստացան, ամենաբարձր սանդղակը եղավ $700։ Եվ սկսեցին դատավարությունները բնակիչների, ով հնարավորություն ուներ, որ փաստաբան բարձր, ով ավելի իրագետ էր, շարունակեց մինչև առեսօր։ Տարբեր փուլերում տարբեր բնակիչներ հիասթափվելով, ոմանք առողջական խնդիրներ ունենալու պատճառով, ոմանք հիասթափվելով թե գործող իշխանությունից, թե առհասարակ Հայաստանից, այնքան որ կապեցին ու հեռացան։ Այսինքն այս խնդրի շրջանակներում եղել է մարդիկ, որ լքել են Հայաստանը։ Շատ ուղղակի ինչի համար հիասթափության արդյունքում։ Նամանավանդ ինչի համար եմ ասում 2018-ից հետո։ Երբ որ գնահատումները եկավ ծիծաղալու արժեքներով, իսկ ամենացավալին նա էր, որ այն մարդիկ, ովքեր կապիտալը ու պետությունը ճանաչում է գերակա շահ, կներեք ես ասեմ, տալիս է կառուցապատման իրավունք ինչ-որ մեկին, ով կապիտալ չունի։ Ես հայտնի եք, որ ընկերությունն է դրված։ Այս պահի դրությամբ ուրեմն ես հեսա կհրադառնամ աբսուրդի ժանրից, հա։ Մի ընկերություն, որ 2007 թվականից փորձում է իրացում կատարի, City Center Development PB-ն, որը նախորդ Glendale Hills-ի իրավահաջորդն է, Glendale Hills-ը սննք ճանաչվեց 2007 թվականից մինչև այսօր, ինքը չի կարողանում հարց լուծի, ինքը մեր դեմ դատական հայց է ներկայացրել, մենք 3-4 օրը դատավարության էինք, ու ինքը դեռ պահանջում է, ասում ենք ձեր կապիտալը ինչքան է, դե պետրեգիստրով ճշտել ենք, ունի մեկ տնօրեն, Էդվարդ Մելիքյան, եւ ունի 50,000 դրամ կապիտալ։ Մենք պատրաստվում է իրացում կատարի ու տեղ քաղաքապետարանից էլ ճշտել ենք, որ հարցում ենք կատարել, ինքը իրավունք չունի։ Բայց ինքը իրավունք ունի դատի տալու, իսկ մեր դատավորները ԲԴԽ-ն չեն լսում, պարզապես բառից բուն իմաստով չեն լսում։ Սենց փոքր տրամաբանական մի հատ հարց կա, ոնց կարելի է ինչ-որ մի կազմակերպության, որ 21 տարի տանում չի իրականացրել, չի կարողացել, դեռ դուք իր շահերը փորձում եք պաշտպանել, դատարանը պետքա վարույթ անգամ չընդունի նման գործերը։ Ոչ միայն վարույթ է ընդունում դատարանը, նաև այն հարցերին, որ մենք փորձում ենք բարձրաձայնել կոնկրետ ամսի 20-ին, ու շտապողական անընդմեջ դատավարություններ է գնում։
արագի մեջ, որպեսզի առաջացանով դատավորներն Ռուբեն Բուննացյանը հավանաբար սրտի դատավոր է, ինչի համար եմ ասում, մեկ այլ գործով նույն հասցեի հետ կապված, ինքը իր դիրքորոշումը արդեն հայտնել էր, մերժել էր մեր հայցը։ Նորից գործը գնաց իր մոտ։ Հարց էլի ԲԴԽ-ին։ Եթե տվյալ դատավորը արդեն ինքը կարծիք ունի, չէ՞, պետք է այլ կարծիք, եթե վերաքննիչ ուղարկել է ամբողջական քննության, այլ դատավորի պետք է հանձնենք։ Այսինքն արդեն մենք հասկանում ենք, որ չկա արդարություն, ուրիշ դատավոր չկա։ Իսկ դատավարության ընթացքում հարցերը երբ որ հնչում է մեր կողմից, փաստաբանի կողմից, City Center Development PB-ի ներկայացուցիչ փաստաբանին ոչ մի հարցի չի պատասխանը, բացարձակապես ձայնագրությունները կա։ Մենք պատասխանենք երբ որ կգա դրա ժամանակը։ Հարց ամենապրիմիտիվ, ուրեմն մեր գույքը գնահատվել է 447 քառակուսի մետրը, շեշտում եմ, կենտրոնում Ֆիրդուս թաղամաս բոլորիս հայտնի է, գնահատվել է 59 միլիոն դրամ։ Ես արդեն վրդովված չդիմանալով, որ ասեցի, գիտեք ինչ, 59 միլիոն դրամ դուք գնահատել եք, ես 4 անգամ ավել գումար եմ ձեզ առաջարկում, ըստ ձեր պայմանագրի, որ 4 տարի պետք է սպասեմ, ինձի տվեք 447 քառակուսի տարածք։ Հիմա էլի առաջարկում եմ նույն բանը։ 4 անգամ ավել եմ առաջարկում։ Իսկ իրան քառակուսի մետրը վաճառում են $6000-ով։ Խոսքը գնում է բնակ մակերեսի մասին։ Իսկ բիզնես տարածքի մասին արդեն չասեմ, թե ինչ մեծ ահռելի գումարների հետ է կապված։ Հասկանալի է, որ ձեր խնդիրը արդեն շատերի հայտնի է, հա։ Դուք այս խնդրի շրջանակներում անձամբ ֆիրդուսցիները ում են դիմել, որ պատկան մարմիններին են դիմել եւ ինչ պատասխան են ստացել։ Ուրեմն ասեմ, բոլոր ուժային կառույցներին, քաղաքապետարան, կադաստր, ոստիկանություն, արդարադատություն, դատախազություն, մենակ ԱԱԾ չեն դիմել։ Հակակոռուպցիոն բոլոր մարմիններում ունենք հայցեր հիմնավորված, որ 2021 թվականին Ֆիրդուս փողոցում 21 ու հետո 1 քառակուսի մետրը, որը պետական գույք է, վաճառվել է 38000 դրամով, ուրեմն խնդրեմ կոռուպցիայի աստիճանը թող հասկանան, հակակոռուպցիոնը քննիչը չի ընթացք տվել։ 1 ամիս հետո այդ նույն գույքը գրավադրվել է բանկում 792,000 դրամ։ 38000 դրամով քաղաքապետանից ձեռք են բերել, 1 ամիս հետո գրավադրել են 790 քանի հազար դրամով։ Քաղաքային իշխանություն հարց։ Քանի միլիոնավոր դոլարներ, ոնց որ սիրում եք ասել, քանի դպրոցներ, քանի մանկապարտեզներ հնարավոր էր կառուցել։ Ձեզ համար հասկանալի է, կռահում եք նպատակը որն է։ Նպատակը ուրեմն ասեմ նպատակը որն է։ Նպատակը հետևյալն է, ունե զրկել, քանի որ կա բիզնես շահ, ու ես նաև ինչի համար եմ ասում, բոլորը թե տրամաբանության շնորհիվ, թե փաստաթղթերի, թե օրենքի շնորհիվ կարող եմ հիմնավորել։ Հյուսիս-հարավ ճանապարհը երբ որ կառուցվում էր, ասիական բանկն էր ֆինանսավորում։ Թող իրան գետ մեկ ինձի բնակիչ ասեն, որ դժգոհել է։ Ինչ է միտքը։ Դաժե անչափահաս երեխային հայտնի է, անչափահաս նկատի չունեմ 16 տարեկան, 3-ից 5 տարեկան, որ ընդեղի գումարները պետությունն է վճարելու տոկոսներով, ստեղի գումարներով, որ տալիս է այդ ճակերտավոր գործարարները, չէ, իրանք իրենց գրպանից են տալու։ Ու եթե իրանք իրենց գրպանից են տալու, բնականաբար եթե նման կառուցապատում են իրականացնում, պետք է ունենան համապատասխան լծակներ։ Համապատասխան, չգիտեմ, նո մի քիչ կոպիտ կհնչի, երևի դաբրո։ Համապատասխան խոստումներ, թե ինչեր են տալու դրա դիմաց, որպեսզի սենս լինի։ Այդ ամեն ինչը բացահայտ է։ Ու ինչի համար արդարադատության նախարարության փորձագետը տարիներ առաջ, երբ որ իրանք եկան, մեր դռները կոտրեցին, նո բոլորին հայտնի էր այդ ժամանակահատվածում, հենց մեր հասցեն էր։ Կադաստրային արժեքից 4 անգամ քիչ է գույքը գնահատել։ Այն հարցը, որ կադաստրի պետին ենք տալիս,
Այն հարցը, որ տալիս ենք գնահատողին, ասում են, եթե 4 անգամ քիչ է իմ գույքը կադաստրային արժեքից, դե կամ իմ գումարները հետ տվեք, որ այսքան տարիներ ես վճարել եմ ու գնալով հիմա էլ արդեն մոտ 3 միլիոն է հասնում գույքահարկը, կամ այդ դեպքում պատասխանատվության ենթարկեք։ Դուք պատասխանատվության չեք ենթարկվում, անցյալ տարի մեր հարևանի տուն իրանք եկան։ Դե բնականաբար։ Ու իմ այն հարցի, որ ասեմ, էլի որ ձեզ ուղարկել են, այսինքն անպատժելիության մթնոլորտ են աստիճանի, ձևավորված, որ 4 անգամ գոնե մի քիչ, այսինքն ոնց որ ես ինչ որ մեկին ասեմ, քեզ դաբրո եմ տալիս, չէ՞։ Մի քիչ ռուսականով դաբրո եմ տալի, ինչ ուզում ես արա, ինքն է մտածում գոնե հավասար գնահատի, որ ասի գիտեք ինչ հավասար եմ գնահատել։ Կադաստրային արժեքին նույնը այդ նախորդ դատավարության ընթացքում, երբ որ նույն փորձագետին իմիջայլոց այդ փորձագետը արդարացության նախարարության ենթակայության տակ գտնվող փորձագետ է։ Ասում եմ 4 անգամ քիչ։ Կադաստրային արժեքով անգամ ամասիայում հող արոտավայր առաջարկեք, գնանք ձեռք բերենք։ Եթե կա կադաստրային արժեքով հող, դուք եկել եք Երևանի կենտրոնում կադաստրային արժեքից 4 անգամ քիչ գնահատում եք ու փորձում եք հիմնավորեք, կամ այս վերջերս կներեք մի փոքր առաջ անցնեմ, նու 3 էր ոնց որ կամ 3 չառաջ օրը Սրփոյի Գալյան արդարացության նախարարը ելույթ ունենում ասում է գիտեք ինչ մենք որ գնահատողները գնահատեն 15%-ի փոխարեն 30% ենք բարձրացնում։ Է հարգելիս 30-ի բարձրացրեք 100, 200։ Եթե գույքը կադաստրային արժեքից 4 անգամ քիչ է գնահատվում, այսինքն դուրս է գալիս արդեն 400%, ճիշտ է, 400%։ Դուք պետքա 400% հələ մի հատ ավել գնահատեք, պլյուս նոր ինչ-որ մի բան, որ գոնե հավասարվի կադաստրային արժեքին։ Ու այս հարցը չի վերաբերում մենակ Ֆիրդուսին, այս հարցը վերաբերվում է ոչ հեռու ապագայում Կոնդին, վերաբերվում է Նորագյուղին։ Ինչ է, գնում են իրանք կառուցապատողները, ասում են ահռելի գումարներ են ուզում։ Գումարներ չենք ուզում։ Ես կոնկրետ հստակ մի քանի անգամ ասել եմ դուք ինչ ունեք, խնդրեմ տեղում բավարարեք, տեղում տվեք դուրս գանք, 4 տարի էլ կսպասեմ, բնակարանա բնակարան, նկուղա նկուղ, բիզնես տարածքա բիզնես, ինչ ունեմ համարժեք փոխհատուցեք 15%-ն այն ժամանակ դաժե ես չէի ուզում, բայց քանի որ այնքան ճնշումը մեծացավ մեր ընտանիքի վրա, որ ջուրը օդով եմ բերում հոսանքի կաբելների հետ, փողոցը պետքա ես որ ուզենամ անցնեմ կամ սապոգներ հագնեմ կամ մեքենայով դուրս գամ, որ ցեղ չլինեմ։ Մի խոսքով նմանատիպ շատ խոչընդոտներ, որ հիասթափվի մարդ, պրոստ ասի լավ ինչ եք տալիս։ Մոտավոր քանի բնակիչ է բախվել այս խնդրին Ֆիրդուսիների մոտ։ Մոտավոր ուրեմն ասեմ, բոլորը շատ բնակիչներ կային, ինչպես սկզբից նշեցի ես, ովքեր դիմեցին դատարան, կեսից հիասթափվեցին եւ այլն, հիմա մնացել ենք երևի մոտավորապես 3-4 բնակիչ, բայց դա չի արդարացնում այն, որ արդարացի գնահատումով դուրս են եկել։ Մարդիկ իրանց կամքով դուրս են եկել, հələ դեռ ավել 15% էլ ավել ստացել են։ Իսկ այն հարցը, որ կառուցապատողին ասում եմ հարգելիս, ինչի համար ես 15, օրինակի համար X գումար։ Դու քո գույքը վաճառի $1000, ես իմ գույքը պատրաստ եմ քեզ տալ $1000, եթե դու քո գույքը վաճառում ես $6000, ես պատրաստ չեմ իմ գույքը տալ $3000 օրինակի համար կամ $2500, որ դրա վրա էլ պետք է ավելացնեմ 4 տարի էլ սպասեմ ու հարցա կառավարության կողմից վերահսկողություն չկա, ոնց որ կա պարզ հենց հիմա նույն տարածքում, որ գնացել է սնանկացման։ Սպասեմ նորից դատական վեճեր սկսեմ, համաձայն եմ նմանատիպ։ Կամ ինչի համար ես սեփականատեր եմ։ Խնդրեմ գերակաշահի մեջ ընդգրկեք, որ սեփականատերը եթե ցանկանում է, կարող ինքը մասնաբաժին ունենա։ Այսինքն մասնաբաժին ինչ առումով։ Եթե կառուցապատվող մակերես օրինակի համար դիցուք 1000 քառակուսի է, ինքը ունի 100 քառակուսի, 10% է կազմում։ 10%-ով մասնակցի շինարարությանը, իրավունք չունի այդտեղ բնակվելու։ Ոնց որ կառուցապատողներից մեկը ասեց, ի՞նչ պարտադիր է այդտեղ բնակվես։
Վերջում կխնդրեմ ձեր ակնկալիքները, ձեր պահանջը ներկայացնեք եւ այն ի կատարչացվելու դեպքում դուք ինչ եք պատրաստվում անեք։ Եթե ձեր պահանջը, ձեր ակնկալիքները չարդարանան, չլուծվեն, դուք ինչ եք պատրաստվում անեք։ Ուրեմն մեր ակնկալիքները հետևյալն է, խնդրեմ, որ համապատասխան մարմինները ոչ թե մենակ թուղթ ու գրիչով գրեն օրենքը, այլ նաև հետամուտ լինեն այդ օրենքը պահելու։ Եթե թույլ տաք երկու բառով փորձեմ ամփոփել, նաև մենք ունենք գրված շատ լավ օրենքներ, օրինակ շմակի որոշումը, որը էլի ես չեմ ընդունել, քաղաքացիները չեն ընդունել, կառավարությունն է ընդունել, քաղաքապետարանն է ընդունել, ինչ ասում։ Իրացման գոտիներում պետք է իրացումը ավարտվի, նոր սկսվի շինարարական աշխատանքներ, իսկ Հայաստան կոնկրետ Ֆիրդուսում դաժե շին թույլտվություն չունենալու արդյունքում փաստը կա, չունի շին թույլտվություն, որտեղ այդ հողի սեփականատերը դեռ դատարանով տատիս է հանդիսանում, մենք ենք հանդիսանում, բայց ինքը տեղ շին թույլտվություն չունի, բայց շենք է կառուցում այդ լոտի մեջ։ Ակնկալիքը հետևյալն է, այդ բոլոր դատավորները, արդարադատության նախարարությունը, ուժային կառույցները, վարչապետը մի փոքր բնակիչներին կանչեն, երբ որ թեկուզ հարցին բախվել են, փորձեն հանրային լսումներ անցկացնեն, հասկանան թե խնդիրը ինչումն է։ Բնակիչները աստղաբաշխական գներ նորից եմ ասում, չեն ուզում ոչ Ֆիրդուսի բնակիչները, ոչ մոտ ապագայում ընդունեն Կոնդի կամ Նորագյուղի։ Ասում են, եթե դու ինքդ կառուցում ես, վաճառում ես, համարժեք տուր, որ ես ձեզանից հետ գնեմ։ Բայց ոչ թե դուք այնքան վճարեք, որ ես մեկին 3 էլ տամ, ոնց որ Elite Holding-ի տնօրենին մի անգամ հարցազրույց լրագրողներից զանգահարեցին, ինչ ասեց, իրանց տներն ասեց $3500 տալիս ենք, չեն ուզում, դատարանով $1800 կհանենք։ Այսինքն արդեն իրանք գիտեն թե դատարանով ոնց կհանեն, ու ակնհայտ Ռուբեն Բուննացյանի դատավարություններից երևում է, որ բացարձակապես ոչ մի ինքը արձագանք չի տալիս։ Մյուս կողմին տևել է 7 ժամ եւ ավել դատավարություն, 7 ժամվա ընթացքում ընդամենը 3 հարցի չի կարողացել պատասխանի, չի պատասխանել, այսինքն հրաժարվել է, իսկ դատավարության ոչ մի կանոնադրության մեջ չկա նման բան, բայց այդ ամեն ինչ ունի սկիզբ։ Եթե չընդուներ Ռուբեն Բուննացյանն է այդ գործը, ու ինքը իրավունք էլ չուներ, եթե օրենքով ԲԴԽ-ն մի քիչ ընդունենք ինքը իր նեղություն տա, իր իսկ գրած օրենքները կարդա, կհասկանա, որ Ռուբեն Բուննացյանը իրավունք չունի նույնատիպ գործը նույն անձի հետ կապված երկու անգամ վարույթ ընդունի ու վարի։ Այսինքն ամեն ինչ պարզ է արդեն։ Իսկ ակնկալիքները հետևյալն է, մենք փորձենք մեր ստեղի շահերը պաշտպանենք, եթե չի լինի արդարություն, ուրեմն թող կան ոստիկանությունով, ոնց որ կատարվեց Հյուսիսային պողոտայում, թողան հանեն։ Ամբողջ աշխարհը կտեսնի թե ինչ է կատարվում։ Իդեպ մենք ունենք Եվրոդատարան մեր կառավարությանը կրած գործ, նաև դա էլ ունենք, որ շատ շուտ վարույթ ընդունվելու, բայց նորից եմ ասում, կառուցապատողին դա հետաքրքիր չի, կառավարությանն հետաքրքիր չի, որովհետև եթե կառուցապատողին հետաքրքիր լինի կառավարությունը լծակ ունենա, ոչ թե կասի լավ, դե գնա Եվրոդատարան, ինչ գումար որ կկրի, պարտավորեցնելու է կառավարությունը վճարի այդ գումարը։ Իսկ կառուցապատողը ինքը իր կոպեկներով վերցնելու է, գեր շահույթներ ստանա, ու հետո նորից այդ գումարները որ գալիս են, արտաքին պարտքն ավելանալու։ Ոստեղ ու բացի դա, որ խայտարակ ենք լինելու հերթական անգամ, որ մենք բարձր մակարդակներից ասում են քաղաքացին բարձրագույն արժեք է։ Ես էլ եմ քաղաքացի ու նմանատիպ շատ ու շատ քաղաքացիներ, որ ովքեր տարբեր հարցերի, տարբեր սխեմաների են կոռուպցիոն ռիսկերի են տեսնում։ Իմ ընկերներից շատերը կան, որ գիտեն, որ ես նման հարցերի շուրջ եմ, ուրեմն եթե թույլ կտաք նաև դա անդրադառնալ, 96 թվականից տիրապետել է հողակտորի 1996 թվականին ու 2021 թվականին գնորդը հայտնվել, ձեռք է բերել, ինքը իր կողտրիկ անկյունն է ստեղծել, կառուցապատել է եւ այլն, դատարանում ասում են ապացույցներ։ Ցույց ենք տալիս, որ ջուրը եղել է մեր տվյալ մարդկանց անունով, հոսանքը եղել է տվյալ մարդկանց, հարևանները գալի հավաստում են, որ այս մարդիկ բարեխեղճորեն ծառեր են տնկել եւ այլն, այդ ամեն ինչը կատարել են։ Դատարանը բավարար չհամարեց այդ ապացույցները։ Այսինքն երթում ուտենք, ինչ անենք ուրիշ։ Որ ասեք ընդունենք, թե դուք ինչն եք ուզում բավարար համարենք, մենք ասենք, այսինքն այստեղ հետևում է, որ այդ արդարադատությունը ոչ թե քիչ է կամ
Չի գոյություն չունի ուղղակի։ Մենք խոսում ենք գոյություն չունեցող ինչ-որ մի հատ սուբյեկտի մասին։ Ես շփարարտ կամ դատախազությունը, քրեական գործերը հարուցումա ոչ մի ընթաց չկա ամիսներով։ Արդարացիան նախարարը խոսում է, ասում եմ 30%, երեք լսում եմ, կարդում եմ տեղակալի ելույթ ազգային ժողովում, նենց էլ բարձր ասում է 30% ենք որոշել տանք։ Եթե շուկայական արժեքը բնակիչ ասում, շուկայական արժեք պետք է չի 15%։ Բայց շուկայական արժեք։ Եթե դուք շուկայական արժեքից 15 անգամ քիչ եք գնահատում 30% ուզում եք ավելացնել, ոչինչ է դա։